Բարի օր, եթերում Կիրակ Նորյա հերթապամասն է։ Այս թողարկման մեջ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համարոտ։ Քննարկվել է ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Վստահիր քեզ, միացիր մեզ, իրազեկման արշավի շրջանակում ներքին գործերի նախարարը հանդիպել է դիմորդների եւ ուսանողների հետ։ Մեկ օր ենթակա աշխատակցի դերում բարեկային ծառայության պետը կարգախմբի անդամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարությունում քննարկել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը, շեշտադրելով ծառայությունների թվայնացումը, ոստիկանության բարեփոխումներն ու քաղաքացիական կենտրոն ծառայությունները։ Ներկայացվել են կենսաչափական փաստաթղթերի, միգրացիայի 112 կենտրոնի թվային վարորդական վկայականների եւ ոստիկանության միասնական պլատֆորմի ներդրման ուղղությամբ աշխատանքները։ Արձանագրվել են հանցավորության դեմ պայքարի, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազման եւ միգրացիոն դրական սալդոյի էական արդյունքները։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է ներքին գործերի նախարարություն, գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության կողմից 2025 թվականի գործունեության առաջնահերթ ուղղությունները եւ ռազմավարական մոտեցումների առաջընթացը։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին, արդեն իսկ շահագործման հանձնված թվային պրոդուկտներին, ինչպես նաեւ թվայնացման ընթացքում գտնվող գործընթացներին։ Ներկայացվել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում իրականացված աշխատանքը։ Այս առումով վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի ճանապարհային քարտեզով է գործընթացն իրականացվում եւ այժմ որ փուլում են գտնվում։ Գործողությունների ծրագիրը իրատեսական է, լիովին համահունչ է մեր ռազմավարական առաջնահերթություններին։ Դրա համար այս պայդրությամբ ունենք փաստաթուղթ, որ եթե անցնենք մեր բոլոր նախարարությունների գործողություններով, կնկատենք, որ կամ պլանավորել են, արդեն ավարտում են, կամ պլանավորած ընթացքի մեջ է, կամ գոնե թե մենք քննարկել ենք, լուծում ենք իդենտիֆիկացրել ու պիտի իրականացվի։ Անդրադարձ է կատարվել կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի ենթակառուցվածքի ներդրման աշխատանքներին, մասնավորապես պետություն մասնավոր գործընկերության պայմանագրի կատարման ընթացքին, այդ թվում մասնավոր գործընկերոջ աշխարհագրական ցանցի, տարածքային գրասենյակների ընտրության եւ շինարարական ընթացքին, գլխամասային գրասենյակի, փաստաթղթերի գեղարվեստական ձևավորման եւ անվտանգային բաղադրիչների հարցերին։ Ի պատասխան վարչապետի հարցին նախարարը նշել է, որ 22 գրասենյակներից 21-ը տեղորոշված են։ Ըստ մեր ֆրանսիացի գործընկերների ապահովելու է, որ բնակիչները, ովքեր որ օգտվելու են այս սերվիսից, մաքսիմում 30 րոպե այդ վարելու process-ի արդյունքում հասանելիություն կունենան գրասենյակին։ Առանձին ուշադրության է արժանացել միգրացիայի եւ քաղաքացիության ռազմավարական պլանը, որը բխում է ժողովրդագրության ռազմավարությունից, միաժամանակ վիզաների գործողությունների ծրագրից։ Կարևորվել է քաղաքացիության բաղադրիչը, ինստիտուտի համալիր վերանայման հրամայականը։ Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումներն ընդունվում են թվային տարբերակով։ Հունվար 1-ից արդեն ամբողջը թվային է։ Էլի ճիշտ եմ, այդ երբ որ ասում ենք թվային, այդ ժամանակ թղթային չենք ընդունում ընդհանրապես։ Ամբողջ վերիֆիկացիոն process-ները պլատֆորմով իրականացնում ենք, այդ թվում հերթերի կտորը, այդ թվում վճարումները, պարոն վարչապետ, սա էլ է շատ կարևոր, որ ինքը պլատֆորմով այլևս կարողանալու է վճարել եւ այս կոմպոնենտում հարց չունենք, հետո արդեն երբ որ գալիս է ֆիզիկական կոմպոնենտը բնականաբար կա, որ փաստաթղթի զուտ կեղծ չլինելու կտորը ստուգենք մենք։ Բնակչության պետական ռեգիստրի փոխակերպումը եւս շեշտադրվել է։ Նշվել է, որ նպատակը մեկն է՝ միասնական, ունիվերսալ եւ ճշմարիտ շտեմարան ստեղծելն է, որի ցանկացած տվյալ ունենալու է իրավական ուժ, ժամանակային կնիկ։ Տարբեր գերատեսչություններ այլևս չեն վարելու իրենց սեփական շտեմարանները, պետական մարմիններն այլևս չեն ուղղորդելու քաղաքացուն որևէ տեսակի տեղեկանք ներկայացնելու, հավելյալ տվյալ ներկայացնելու։ Քաղաքացին ունենալու է հասանելիություն սեփական տվյալներին, դրանք արտացելու հնարավորություն, ինչպես նաև տվյալները տնօրինելու, փոխելու, հայտ ներկայացնելու ֆունկցիա։ Իսկ սահմանային էլեկտրոնային կառավարման շտեմարանի հետ համադրումն այն կվերածի միանգամայն ուժեղ, արդյունավետ միգրացիայի կառավարման գործիքի։ Արփինե Սարգսյանը շեշտադրել է քաղաքացիական մոտեցումները հաշվառումը մատուցող հանրային ծառայությունների համատեքստում։ Մասնավորապես նա ներկայացրել է վարորդական իրավունքի եւ տրանսպորտային միջոցների, դրանց հաշվառման գործընթացի փոխկապակցված գործընթացների թվայնացման աշխատանքները, շեշտադրել, որ վարորդական իրավունքն ու հաշվառման վկայագիրը թվայնացվել են եւ այլևս ֆիզիկապես փաստաթուղթը պահելու կարիք չկա, եթե վարելու իրավունքը վավեր է։ Ներկայացվել է karmia.gov.am հարթակը, որը արժանացել է նորարարական նախագիծ մրցանակին, որի միջոցով թվային հարթակներում կատարված գործարքների թիվը կազմել է մոտ 600։ Ի պատասխան վարչապետի հարցին նախարարը պարզաբանել է, որ յուրաքանչյուրը կարող է մոտ գործել իր օգտահաշիվ եւ տեսնել իր թվային վարորդական վկայականը։ Հաշվառման վկայագրերը եւս թվայնացված են։ Եթե օրինակ Պարեկը նախկինում տուգանում էր ֆիզիկական վարորդական վկայականը
ներկայականի այդ պլաստիկը չունենալու համար հիմա այլևս ոչ մի վարչարություն չեն կանում։ Ստուգում ենք իրավունքը ունես, կրիչի այդ ֆիզիկական տարբերակի կարիքը այլևս չունենք։ Ասել է Արփինե Սարգսյանը, ավելացնելով, որ ֆիզիկական տարբերակի կարիքն անձը կունենա միայն Հայաստանից դուրս գտնվելիս, ներպետական ընթացակարգերի համար թվային տարբերակը բավարար է։ Ներկայացվել է փետրվարին գործարկվելիք 112 օպերատիվ կառավարման կենտրոնի տրամաբանությունը, շեշտելով, որ նոր մոդելը կմիավորի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը եւ փրկարարծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, երկրորդ փուլով 2027-ի սկզբին շտապօգնության կանչերի սպասարկումը միավորելու հեռանկարով։ Վարչապետը հետաքրքրվել է 8422 հեռախոսահամարով գործող զանգերի կենտրոնի գործունեության վերաբերյալ, որին ի պատասխան նախարար Սարգսյանը նշել է, որ այն միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության զանգերի կենտրոնն է։ Մենք ունենք աշխատակիցներ, որոնք սոֆթային համակարգով զանգը ստանում են, ամբողջ զանգը հետագծելի է, երբ պատասխանեցինք, երբ հետադարձ կապը տվեցինք։ Նշել է նախարարը, ավելացնելով, որ այս նույն տրամաբանությունը պիլոտավորելու են ոստիկանությունում եւ նախարարության հանրային ծառայությունների մյուս հատվածում։ Միաժամանակ Արփինե Սարգսյանը նշել է, որ 102 եւ 911 ծառայություններն ամբողջությամբ թվայնացված են, մինչև փետրվարի 15-ը կամբողջացվի 112-ի ընդհանուր թվայնացման գործընթացը։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին նկատել է, որ ամբողջը միավորվելու է եւ դառնալու է մեկ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ էլ կայացվելու են որոշումները, թե որ ահազանգով որ ծառայությունը պետք է զբաղվի։ Հաջորդիվ ներկայացվել է քրեական ու համայնքային ոստիկանության ֆունկցիոնալի թվայնացման ծրագիրը։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է համայնքային եւ քրեական ոստիկանությունների թվայնացման գործընթացից։ Մենք միգուցե անձի հետ կապված ամբողջական տվյալ ունենանք, բայց երբ որ կա իրական ժամանակում դեպք, մենք այդ անձին չենք ճանաչում իր բոլոր դետալներով, արդյոք անձը հաշվառված է որպես հոգեկան առողջական վիճակի հետ խնդիր ունեցող, արդյոք անձը ալկոհոլամոլության հետ կապված հարցեր ունի թե ոչ, մեր տեսադաշտում առհասարակ հայտնվել է թե ոչ վարչական խախտումներ, զանցանքներ, այլ այս ամբողջ տվյալները ըստ էության անձի տրամաբանության մեջ համայնքային ոստիկանությունն այլևս կարողանալու է ունենալ։ Սա հիմնական հենակետային կարելի ասել սոֆթն է լինելու մեր տեսանկյունից, որովհետև այստեղ կգա գումարվելու բարեկային ծառայության ինֆորմացիան։ Բարեկային ծառայողը եթե ինչ-որ կասկածելի վարորդ տեսավ, շատ հավանական ինչ-որ մի նշում կատարի ուղակի սոֆթի մեջ եւ հետո արդեն քրեական եւ համայնքային ոստիկանությունները պիտի հասկանան ինչ լրացուցիչ աշխատանք պիտի տանեն անձանց հետ։ Վարչապետը նկատել է, որ այդպիսով լինելու է ընդհանուր պլատֆորմ, որտեղ ոստիկանության մարմիններն իրենց հասանելիության բանաձևն են ունենալու։ Նախարարի խոսքով ներգերատեսչական տեսանկյունից դրական լուրն այն է, որ ամենաբարդ պլատֆորմի համայնքային ոստիկանության թվայնացման գործընթացն ամբողջովին պատրաստ է, որը նաեւ արհեստական բանականության կիրառման հնարավորություն է ունենալու։ Զուգահեռ ունենք քրեական ոստիկանության փոքր բաղադրիչը, հաշվի առնելով, որ օպերատիվ մշակումներ ունենք, դիտարկման գործեր ունենք, դրանք եւս պիտի ունենանք թվային տիրույթում, որ քրեական ոստիկաններն էլ եւս ավելի արդյունավետ գործեն։ Ասել է Արփինե Սարգսյանը, հավելելով, որ բարեկային ծառայության բաղադրիչն ամբողջությամբ թվայնացված է։ Առանձնակի շեշտադրվել է կրթական բաղադրիչի դերի բարձրացումը եւ առաջիկա ծրագրերը ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ընդլայնման ուղղությամբ մարդկային ռեսուրսների կառավարման մոտեցումները։ Քննարկման մասնակիցները անդրադարձ են կատարել նաև հիբրիդային սպառնալիքների թեմային եւ ներքին գործերի նախարարության դերակատարությանը, կարևորվել է հանրային հաղորդակցության դերը։ Ոստիկանության զարգացման համատեքստում քննարկվել են երկարաժամկետ հեռանկարային եւ մշտական լուծումները, սկսած իրավական շրջանակից, այդ թվում ռազմավարական մակարդակում։ Նշվել է, որ նոյեմբերի 1-ից գործարկված ոստիկանության գվարդիան, որը խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորն է, այլևս առաջին անգամ առաջնորդվելու է ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգով։ Միասնական ստանդարտների ներդրումը եւ համապատասխան մշակույթի ձևավորումը բարդ, սակայն անհրաժեշտ գործընթաց է որակվել։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստվածության եւ պարբերական վերապատրաստման համար մշակվել են հատուկ դասընթացներ, որի շրջանակում ընդհանուր վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող։ Գվարդիայի կազմում ձևավորվել են բանակցային խումբը եւ հատուկ մարտավարական գործողությունների կազմակերպման գունդ, որոնք հանդիսանում են փոխլրացնող եւ բարձր մասնագիտացված ստորաբաժանումներ, ուղղված հասարակական անվտանգության ապահովման ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքմանը ճգնաժամային եւ բարձր ռիսկայնությամբ իրավիճակներում։ Նախարարը ներկայացրել է մի շարք ցուցանիշներ, որոնք վկայել են կայացված որոշումների արդյունավետության մասին։
մասին, որոնք վերաբերել են եւ համայնքային ոստիկանության եւ քրեական ոստիկանության, թե բարեկային ծառայության աշխատանքներին։ Մասնավորապես 2025-ին արգրավել են տարբեր տեսակի 768 կիլոգրամ թմրամիջոցներ, ինչը 80%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Արգրավել է 2.5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ։ Արգրաված, հայտնաբերված եւ կամավոր հանձնված հրազենի թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 42.2%-ով։ Հայտնաբերվել է պետությանը եւ համայնքին պատճառված 25 միլիարդ դրամի նյութական վնաս։ Ձերբակալված եւ կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերը կատարվել են մոտ 98%-ով։ Չբացահայտված սպանություն չի արձանագրվել 2025-ին եւ սա առավելապես շեշտադրվել է հանցավորության կանխարգելման համատեքստում։ Բարեկային ծառայության կողմից բացահայտված հանցագործության դեպքերը 2024-ին եղել են 11695, 2025-ին 14747, ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435 են, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին տարեկան արդյունքը 764 էր։ Բարեկային ծառայության ներդրումից ի վեր կայուն նվազման միտում են դրսևորում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի ցուցանիշները։ 2024-ին թիվը 2023-ի համեմատ նվազել է 45-ով, իսկ 2025-ին եւս 50-ով։ Արդյունավետության բարձր ցուցանիշը առկա է նաեւ վարչական իրավախախտումների մասում։ 2025-ին բարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 միլիոն արձանագրություն, մինչդեռ ճանապարհային ոստիկանության կողմից 3 տարվա տարեկան միջին ցուցանիշը 300,000 էր։ Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազմանը, վարչապետը նշել է. Մի կողմից ասում են, վայ, այսքան մարդ զրկվել է վարելու իրավունքից, մյուս կողմից մենք զոհերի նվազում ունենք, բայց մենք պետք է այդ երկու թվերը իրար հետ ցույց տանք։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ 5435 անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։ Վարչապետն ընդգծել է, որ այս թվերը չեն կարող միմյանց հետ կապ չունենալ, դրա համար էլ վարորդական իրավունքից զրկվածների թվի շուրջ մեծ նեգատիվ է գեներացվում։ Ես ուզում եմ հիշեցնեմ 2022 եւ 23 թվին ինչ մթնոլորտ էր հանրապետությունում, այդ թվում ազգային ժողովում, սոցիալական ցանցերում ասում էին, որ ոչ մի բան չի ձեռնարկում։ Հիմա եթե այս 5400 անձը վարեր, չէր կարա զոհերի թիվը նվազեր։ Առնվազն չէր կարա նվազել։ Եվ սա պետք է այս երկու թիվը իրար հետ համադրությամբ ցույց տալ։ Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի հետևություն կա ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես ոստիկանության համակարգում իրականացված բարեփոխումների բովանդակային հատվածի հետ կապված, արդյոք ճիշտ ճանապարհով են գնում։ Նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ առանձնացրել են որոշակի ցուցանիշներ, որոնք իր գնահատմամբ վկայում են կայացրած որոշումների արդյունավետության մասին։ Երբ որ մենք խոսում ենք օրինակ քրեական ոստիկանության մասին, նկատում ենք, որ տարբեր տեսակի թմրամիջոցների արգրավումը, եթե համադրենք 2024 թվականի հետ, սա իհարկե հանրապետական պատկերն է, բայց նկատենք ինչ փոփոխություն ունենք 768 կիլոգրամը 426 կիլոգրամի դիմաց։ Ընդ որում սա բնականաբար այդ մանր չափերի մասին չի խոսքը։ Ձեր հանձնարարականով մենք կենտրոնացել ենք արտադրական շղթա եւ ներմուծման շղթայի վրա։ Սրա արդյունքում է, որ մենք մեծ խմբականակներով նմանատիպ պատկեր ունենք եւ թույլ չենք տալիս հետագայում մանր չափերի շրջանառությունը։ Արգրաված հայտնաբերված կամավոր հանձնված հրազենի թվաքանակն էլ եթե դիտարկենք 42.2% աճ ունենք այս մասով, ապօրինի որսված ձկների մասով, սա ջրային բարեկային ծառայության աշխատանքի արդյունքն է, այս տարի 2.5 տոննա ձուկ ենք արգրավել, բայց շեշտը ընթացիկ պիտի դնենք ավելի շատ կանխարգելման կոմպոնենտի վրա։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքի մեջ 1/3-ը բարեկային ծառայության բացահայտումներն են։ Արփինե Սարգսյանի խոսքով ոստիկանության գվարդիայում նկատվում է նաև գործունեության դրական փոփոխություն։ Հիմա հետիոտն կարգախմբեր ունենք ոստիկանական գվարդիայի։ Իրենք պատտվում են, բակեր են մտնում, տարբեր հրապարակներ, այգիներ, այնտեղ թմրամիջոցի դեպքեր ունենք հայտնաբերված, սառը զենքի հայտնաբերման դեպքեր ունենք։ Ոստիկանության գվարդիան չպիտի իրեն ընկալի միայն հասարակական կարգի եւ անվտանգության ապահովող հավաքների ժամանակահատվածում։ Ոստիկանության ծառայողեն ցանկացած ազատ ժամանակահատվածում պիտի լծված լինեն ոստիկանի արչև դրված խնդիրների իրականացմանը։ Եվ մենք ունենք 146 հանցագործության դեպք, որն արդեն ընդ որում շուրջ 2 ամսվա կտրվածքով, որոնք որ բացահայտվել են հենց գվարդիայի ծառայողների կողմից։ Թվային արտահայտումներից հատկանշական է եղել նաև սահմանահատումների վիճակագրությունը։ Ոլորտի պատասխանատուները բացատրել են, որ չհաշված COVID համավարակով պայմանավորված 2020 թվականի բացառությունը 2025-ը առաջին անգամ
կամն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրականացված մուտքերի եւ ելքերի տրամաբանությունը դրական է, այն էլ բավականին բարձր ցուցանիշ՝ 8660։ Սա ներկայացվել է որպես միտումների իրական փոփոխություն, քանի որ սահմանահատումների ընդհանուր սալդոն եւս բացառիկ է՝ մոտ +30,500, որը նշանակում է, որ Հայաստանում այլևս նոր միգրացիոն իրավիճակ է։ Հայաստանը բացի տրանզիտից վերածվել է մուտքի ուղղության։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում եւս ներկայացվել են օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ տեխնիկական բարեփոխումներ, այդ թվում փրկարար ծառայության զարգացման հաստատված հայեցակարգը, որը ներառում է նոր եւ օպտիմալ կառուցվածքային մոդելի ձևավորում, միտված ծառայության կառավարման արդյունավետության, արձագանքման արագության եւ ռեսուրսների նպատակային օգտագործման բարձրացմանը։ Ներկայացվել է փրկարար ծառայության Ստեփանավանի ստորաբաժանման մոդուլային շենքի բացումը, Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումը, Եղեգնաձորի Հրշեջ փրկարարական ջոկատի մասնաշենքը, ձեռք են բերվել նոր տրանսպորտային միջոցներ եւ նոր համազգեստ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պարեկային ծառայությունում հանդիպել է դիմորդների եւ ծառայությամբ հետաքրքրված երիտասարդների հետ, ներկայացնելով ծառայության առաքելությունն ու պատասխանատվությունը։ Վստահիր քեզ, միացիր մեզ արշավի շրջանակում նրանք տեղում ծանոթացել են ծառայության ներքին աշխատանքին, տեխնիկական հնարավորություններին եւ վերապատրաստման գործընթացին։ Ապագա պարեկների ծառայությունը սկսվում է ոչ միայն ընդունելության քննություններից, այլև գիտակցված որոշումից ու առաքելության ճիշտ ընկալումից։ Հունվարի 23-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պարեկային ծառայության վարչական համալիրում հյուրընկալել է դիմորդներին ու ծառայության գործունեությամբ հետաքրքրված երիտասարդներին։ Վստահիր քեզ, միացիր մեզ խորագրով իրազեկման արշավի շրջանակում անցկացված հանդիպման առանցքում ծառայության գործառնական էության ներկայացումներ։ Նպատակը պարեկային ծառայողի պատասխանատվության շրջանակը երիտասարդների շրջանում առավել տեսանելի դարձնելն էր, միաժամանակ ձևավորելով հստակ ու արժանահավատ պատկերացում իրականացվող բարեփոխումների ու ծառայության բովանդակային առանձնահատկությունների վերաբերյալ։ Սա հերթական աշխատանք դիտարկել չի կարելի, որովհետև հանրային անվտանգության կարևոր ֆունկցիայի հետ գործ ունենք եւ այս տեսանկյունից կարևոր է, որ ընկալումն էլ ճիշտ լինի։ Այստեղ նաև մենք խնդիր ունենք օբյեկտիվության, անաչառության, ինչով է կարևոր լինել օբյեկտիվ, ինչքանով է կարևոր լինել անաչառ բոլոր process-ներում, որովհետև դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունից։ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալը պիտի ենթադրի գերօբյեկտիվություն, գերանաչառություն եւ այստեղ չպիտի լինեն յուրայիններ կամ ոչ յուրայիններ։ Եթե հարցեր կան, որոնք որ դեռևս չճշգրտված են, հարցեր կան, որ դեռևս անհանգստացնող են, այս փուլում ավելի լավ է ստանալ այդ հարցերի պատասխանները եւ վստահ լինել, որ դուք ճիշտ եք շարունակում ճանապարհը։ Ինչպիսին է պարեկային ծառայությունը ներսից, ինչ է կատարվում ծառայության կուլիսներում եւ ինչ է սպասվում ապագա պարեկներին։ Ներքին գործերի նախարարի եւ երիտասարդների հանդիպումը շարունակվել է շրջայցով ու անմիջական բաց երկխոսությամբ։ Երիտասարդները հնարավորություն են ունեցել շրջելու պարեկային ծառայության վարչական համալիրում, ծանոթանալու ծառայության նյութատեխնիկական բազային, ավտոպարկին, շենքային պայմաններին ու աշխատանքային հարմարություններին։ Առանձին դեպքերի օրինակով նրանց է ներկայացվել յուրաքանչյուր սարքավորման ու տեխնիկական միջոցի կիրառման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը։ Շրջայցի ընթացքում երիտասարդները ներկայ են եղել նաև վերապատրաստման դասընթացի, ինչը ճանաչողական այց է փորձի փոխանակման վերածելու բացառիկ հնարավորություններ։ Հաջորդ կանգառը հրաձգարանն էր։ Երիտասարդները ծանոթացել են զենքից օգտվելու անվտանգության կանոններին ու սպառազինության տեխնիկական բնութագրերին, հետևել կրակային պատրաստության ընթացքին։ Իսկ մարզասրահում նրանք ականատես են եղել, որ ֆիզիկական պատրաստվածությունն ու մարզական կեցվածքը ծառայության անբաժանելի մաս են, ինչը փաստում է, որ պարեկի աշխատանքը պահանջում է թե մտավոր, թե ֆիզիկական կատարելագործում։ Շրջայցն ավարտվեց օպերատիվ կառավարման կենտրոնում, որտեղ երիտասարդները ծանոթացան ծառայության ամբողջական շղթային, մասնավորապես թե ինչպես է քաղաքացու ահազանգը վերածվում հստակ առաջադրանքի եւ օպերատիվ կերպով փոխանցվում կարգախմբերին։ Հանդիպումը համակարգին ծանոթանալու եւ իրավապահի պատասխանատվությունը պատշաճ ընկալելու գործնական հնարավորություն էր։ Այն վերստին փաստեց, որ պարեկային ծառայողի ուղին սկսվում է գիտակցված որոշումից եւ միտված է բացառապես հանրային անվտանգության ապահովմանը։
բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Ներքին գործերի նախարարությունը մեկնարկել է 1 օր ենթակա աշխատակցի դերում ծրագիրը, որի շրջանակում ղեկավարները 1 օր աշխատում են ենթակա ծառայությունում։ Ծրագրի շրջանակում Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը 1 աշխատանքային օր անցկացրել է Պարեկային կարգախմբում, անմիջականորեն մասնակցելով ծառայությանը։ Նրա խոսքով նախաձեռնությունը թույլ է տվել խորապես գնահատել Պարեկային ծառայողների առօրյան ու կարիքները, ինչը կնպաստի ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Շևրոլետի վարորդ, աճ ընդունեք, սպասեք։ Մենք շատ ուշադիր ենք հեռախոսին, արագությանը, ամրագոտում։ Բարև ձեզ, գնդապետ Խուդինյան։ Կարող է ինչ-որ բան եք օգտագործում։ Դուրս եկեք մեքենայից, քաղաքացի։ Ըստ ձեզ ինքը մյուս անգամ երկրորդ շարքը կանգրի, թե չէ։ Հարգելի քաղաքացի, անցումներից օգտվեք։ Տասերկու կարգախմբով դուրս եմ եկեք 27 տեղամաս։ Ինձ համար շատ կարևոր է, որ այսօր ես լինելով Պարեկ կարգավիճակում ավելի հստակ տեսնեմ, պատկերացնեմ Պարեկը ինչպես է ծառայություն իրականացնում, ինչ խնդիրներ կա, ինչի չէ նաև ինչ իրավիճակներ ա, որ մենք առնչվում ենք։ Շատ են դեպքերը ոչ սահմանված վայրով անցնելու։ Մեր կողմից կատարված ծառայությունների ընթացքում բավականին գիտակցական մակարդակը քաղաքացիների բարձրացել է։ Խանջանից դեպի Տիգրան մեծ բեռնատար անցավ, վրայի ծածկը քաշած չէր, մեր գործընկերներից թող մոտենան արձանագրեն։ Տոպելի վարդ, մեքենան դուրս անեք։ Գնդապետ Խուդինյան, բարև ձեզ, դուք ամրակապված չեք երթևեկում, իսկ տեղյակ եք, որ ձեր մեքենա այդտեղ զննման ժամկետը անցել է։ Պարտադիր ամրակապված եղեք։ Ես ոնց հասկանում ես կորին փողոցը, որ կա միշտ երկրորդ շարքի խնդիրը։ Բարև ձեզ, Պարեկային ծառայությունից գնդապետ Խուդինյան, առաջացեք խցանում եք ստեղծում։ Նիսան մեքենայի վարորդ, մոտեցեք մեքենային, դուրս բերեք երկրորդ շարքից։ Բարև ձեզ, Պարեկային ծառայությունից գնդապետ Խուդինյան, նշեմ, որ մեր խոսակցությունը տեսաձայնագրվում է։ Ինչի է երկրորդ շարքում մեքենան, հատկապես Ալբազյան փողոցից Արաբեռնված փողոցը, պատկերացրեք ինքը մի գոտի է, մի գոտի կեսնել, որ փակում եք, արդեն խնդիր առաջանում։ Ըստ ձեզ ինքը մյուս անգամ երկրորդ շարքը կանգրի, թե չէ։ Չէ։ Մեզ վթարեք կցեք։ Եթե ավարտել եք փոխանցեք։ Փոխանցեք։ Մենք էսա կզբաղվենք։ Արդեն ասֆայով էսա կձևակերպել։ Մեղավորության ընդունելու հարց կա։ Չէ, ընդունել է։ Ապա են զանգում, ապայից հետո զանգում են, մարդիկ մտածում են, թե Պարեկային ծառայողները ուշ են գալիս դեպքի վայր։ Բայց Պարեկային ծառայողի խնդիրը չէր։ Մեզ կցել էին, մենք 15 րոպեից ստեղ էինք։ Հերացի մոտի վթարը ձևակերպել ենք, ամեն ինչ նորմալ է, մեքենաները դուրս է բերվել։ Դուք ամրակապված չէիք։
Աջ սպասում կպահեք։ Եթե ինքը ազնիվ ասեր, ես կարող եմ իրան ներեի։ Հավատացեք, որ ես ինքս ունեցել տեստեմ, որ քաղաքացին ասել է հենց էս տեսա։ Այո։ Ձեր ներկայությունը ինձ ազդեց ու ես ամրակապեցի։ Եթե ինքն էլ ազնվություն ցուցաբերեր, կարելի էր իրան։ Բարև ձեզ։ Բարեկային ծառայությունից գնդապետ Խուդինյան, մեր խոսակցությունը տեսաձայնագրվում է։ Դուք մեքենան վարել եք առանց ամրագոտի, մենք դա ֆիքսել ենք եւ արձանագրություն կազմենք, խնդրեմ մեքենայի փաստաթղթերը։ Դու 61 մեքենայի վար, դուրս բերեք մեքենան։ Մեր նաեւ խնդիրներից մեկը առաքիչներն են։ Վարագացրեք, դուրս բերեք մեքենան, խցանում մի ստեղծեք։ Դեպի հրապարակ սպիտակ Mercedes է մոտենում, դիմացի համարները բացակայում են։ Մենք շատ ուշադիր ենք հեռախոսին, արագությանը, ամրագոտուն, ոչ թափ վիճակում վարելուն։ Chevrolet-ի վարորդ, աճ ընդունեք, սպասեք։ Անվադողերի մասով հասկանանք։ Բարև ձեզ, գնդապետ Խուդինյան, ձեր անվադողերը ձմեռային են։ Ես հիմա կապով լսում եմ, որ իրանք իրար հետ սինխրոն աշխատում են։ Ամեն մի խաշպերուկ իրար հետ կապա տալի եւ սինխրոն աշխատում է, բացել, փակել։ Մտնենք բակային հատված։ Բարև ձեզ, գնդապետ Խուդինյան, մեր խոսակցությունը տեսաձայնագրվում է։ Նորմալ է ձեր մոտ ամեն ինչ։ Նորմալ է։ Օգնության կարիք ունեք։ Դե, լավ է։ Իմ համար կանգնած եմ։ Ինչ եք մոտիկացի պատը։ Դե կասկածի տեղիք տվեց, կարող է ինչ-որ բան եք օգտագործում։ Դուրս եկեք մեքենայից քաղաքացի։ Դե միշտ պահում։ Ոստիկանությունը ձեզ օրինական պահանջ է ներկայացնում եւ ժամանակ է տալիս, դուրս եկեք մեքենայից։ Չի համար, ինչ եմ արել։ Այլապես ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով հարկադրանքի միջոց կկիրառի, դուրս եկեք։ Եղավ շնորհակալություն։ Բարև ձեզ, ամրակապված եք, ամփորձանք, ապրեք, շատ շնորհակալ եմ։ Հիանում ես էլի լավ քաղաքացիներով, օրինապաշտ քաղաքացիներով։ Ավարտանք ծառայությունը, մոտենում ենք բազա հերթացող։ Ամփորձենք ծառայություն։ Ամփոփելով կարող եմ նշել, որ մեկ օր ենթակա աշխատակցի դերում ծրագիրը ինձ հնարավորություն տվեց առավել մոտ լինել ծառայողի աշխատանքային առօրյային, խորապես գնահատել նրա առջև դրված խնդիրների իրական ծավալը։ Արձանագրեցի այն բոլոր կարիքները, որոնք ղեկավարի դիտանկյունից երբեմն ամբողջությամբ տեսանելի չէին։ Նախաձեռնությանը մասնակցությունը կարևոր փորձառություն էր։ Վստահ եմ, որ այն կօգնի առավել արդյունավետ լուծել ծառայության առջև դրված խնդիրները, նպաստելով
բարեկարին ծառայողների աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացմանը։ Այս թողարկման համար այսքանը ես հրաժեշտ եմ տալիս հաջողություն։